Դերասանուհի և պրոդյուսեր Աննա Հարությունյանը սոցիալական իր էջերում ուրախալի լուրով է կիսվել։ Նրան անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն են արել։ Դերասանուհին, իհարկե, համաձայնել է։ Հրապարակված լուսանկարներին կից դերասանուհին գրել է 1000 անգամ այո։ Starnews.am-ը շնորհավորում է ձեզ ներկայացնելով այն լուսանկարները, որով դերասանուհին կիսվել է։ Ասել ենք նաև, որ վերջին տարիների ընթացքում բուռն քննարկվում է Աննա Հարությունյանի անձնական կյանքը։ Աննայի և Միքայել Պողոսյանի սիրո պատմությունը հակասական կարծիքներ էր առաջացնում հանրության շրջանում։ Շատերը քննարկում էին ու երբեմն նաև քննադատում զույգի միջև եղած տարիքային տարբերությունը։ Եվ ահա, Աննան տևական դադարից հետո մասնակցեց հարցազրույցի ու պատասխանեց նաև Միքայել Պողոսյանի հետ կապված բոլոր հարցերին, նախ նշելով, որ ինքը և դերասանը այլևս միասին չեն։ Starnews-ը ձեզ է ներկայացնում վերջին հրապարակումները, ինչպես նաև Աննայի վերջին հարցազրույցից բացառիկ մանրամասներ։ Հավելենք նաև, որ դերասանուհի Աննա Հարությունյանը 7 տարվա լռությունից հետո բացառիկ հարցազրույցով էր ներկայացել Ամալիա Հովհաննիսյանին և Մհեր Բաղդասարյանին, անդրադառնալով անձնական ու աշխատանքային մի շարք հարցերի։ Starnews-ը առանձնացրելու ներկայացնում է կարևոր մանրամասները։ Խոսելով իր և դերասան Միքայել Պողոսյանի արդեն ավարտված հարաբերությունների մասին, Աննան նշել էր, որ դրանք տոքսիկ չեր անվանի։ Եթե նույնիսկ այս ֆիլմը պատասխան է, ապա միայն շնորհակալության տեսքով։ Ոչ թե որ ինչ էլ լինի ես շնորհակալ եմ կյանքիս, այլ այն առումով, որ առնչվելով նման արտիստի հետ, համենայն դեպս գոնե մասնագիտական առումով այնքան բան կարող ես սովորել, գեներացնել ու այսօր վերադարձնել։ Ես համարում եմ, որ ինչ որ եղել է մեր մեջ եղել է կյանք, իր դրական և ոչ միշտ դրական պահերով, ինչպես լինում է յուրաքանչյուր մարդկանց մեջ։ Համենայն դեպս կյանքը ինձ ապացուցեց հետևյալը, որ սերը տարիք չի հարցնում, իսկ հետո եկավ ապացուցելու մի բան, որ ոչինչ հավերժ չէ լուսնի տակ։ Երբ ես հերքում էի, այդ ժամանակ ոչինչ չէր կատարվում։ Ես այդ ժամանակ արդեն Մոսկվա էի տեղափոխվել և այդ մասին ինձ ոչ ոք ոչինչ չէր հարցնում։ Միայն դուրս էին գալիս հոդվածներ ու ես հասկանում էի, որ ինձ ոչ մեկը դրա մասին չի հարցրել, որպեսզի ես էլ հերքեմ, նշել էր Աննան։ Հարցազրույցի ընթացքում դերասանուհին պատմել էր նաև իր և Սոս Ջանիբեկյանի համագործակցություններից, ինչպես նաև իրենց հարաբերությունների մասին բացահայտումներ էր արել։ Ես հիմա նայելով կադրերը հասկանում եմ, որ հնարավոր չէր կատարել ավելի ճիշտ ընտրություն բոլոր առումներով։ Ես Սոսին ճանաչում եմ արդեն 17 տարի։ Եղել է ժամանակ, որ նույնիսկ սիրահարված ենք եղել, շատ հեռավոր անցյալում։ Այդ ժամանակ երեխաներ էինք, առաջին, երկրորդ կուրսի։ Մենք երկուսս էլ շատ էինք կարդում, և երբ հանդիպում էինք, միայն աֆորիզմներով էինք խոսում։ Սոսն այդ ժամանակ երկար մազերով էր, քայլում էր ձեռնափայտ անձրևանոցով։ Շատ գեղեցիկ տղամարդ է Սոսը և այն ժամանակ էլ շատ տարօրինակ տեսք ուներ։ Երբ այս առաջարկը արեցի Սոսին ու ինքը համաձայնեց, պետք է նկարեինք այս տեսարանը, Համբույրի տեսարանը։ Այդ Համբույրի տեսարանը տեղի ունեցավ շատ գեղեցիկ, կինեմատոգրաֆիայի առումով, և երբ ստոպ տվեցին, նայեցինք իրար դեմքի ու միաժամանակ ասացինք՝ վատ չէր ոնց որ։ Զրույցի ընթացքում ժպիտով հիշել էր Աննա Հարությունյանը։ Ֆիլմը ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի մասին է։ Աննան Նազիկին մարմնավորելու համար շատ բարդ փուլերով է անցել։ Այս մասին դերասանուհին պատմել է իր ինստագրամյան էջում։ Նազիկ Ավդալյանի հետ համատեղ լուսանկարին կից Աննան գրել էր հետևյալը. «Շփումը քեզ հետ դպրոց է, դաս, որը դու ստացել ես կյանքից ու որով կիսվում ես այն բոլորի հետ, ով դրա կարիքն ունի։ Ամենօրյա շփումը քեզ հետ երջանկություն է, բաղձալի վիճակ նրա համար, ով հստակ չգիտի ինչ է ընտրությունը, կամայնությունը, ուժը, ծառայությունը, առաքելությունը, բայց ուզում է իմանալ։ Ընկերդ լինելը ուղղակի հպարտություն է», գրել էր Աննա Հարությունյանը։
Աննան նաև իր Instagram-յան էջում ցույց է տվել, թե ովքեր են դերասանական կազմում ներգրավված։ Հրապարակումներին կից Աննան գրել էր հետևյալը. «Առանց նվիրման դու երբեք չես կարող սկսել, բայց առանց հաստատակամության երբեք չես կարող ավարտել։ Որպեսզի հասնես նրան, ինչ երբեք չես ունեցել, պետք է անես այն, ինչ երբեք չես արել, որովհետև քո ձգտումը, հավատն ու քայլերն են որոշում, թե ով ես դու։ Անհավանականը հավանական է դառնում, եւ նվիրվում ես անմնացորդ։ Անհավանականը հավանական է դառնում, երբ թիկունքդ ամուր է։ Անհավանականը հավանական է դառնում, երբ հաղթանակը ցանկություն չէ, այլ ծարավ։ Անհավանականը հավանական է դառնում, երբ կա օրինակ։ Նազիկ Ավդալյան անունով»։ Հրապարակումներից մեկին կից գրել էր Աննա Հարությունյանը։ Instagram-յան իր էջում դերասանուհին նաև ներկայացրել է, թե ով է իր խաղընկերը։ Սոս Ջանիբեկյանի հետ լուսանկարին կից Աննան գրել էր հետևյալը. «Սոսի հետ 17 տարվա ընկերներ ենք։ Առաջին անգամ 2006 թվականին Սոսին հանդիպեցի Թատերական ինստիտուտի աստիճանների վրա։ Կարծում եմ, դու էլի ինձ տեսար։ Կանաչ վերարկուով, ետ սանրած մազերով, երկար անձրևանոցը ձեռնափայտ դարձրած, իսկական ֆիլմի հերոս։ Դեռ ուսանողական տարիներից ակնհայտ էր Սոսի տաղանդը բոլորի համար, բայց այդ տաղանդը այնքան նշանակալից չէր լինի, եթե չլիներ Սոսի մարդ տեսակը, մտահոգ տեսակը։ Սոսը մարդ է, իր երկրի քաղաքացի, ով հաստատ իր քթից այն կողմ տեսնում է։ Քեզ անսահման ուժ, Սոս, այն պայքարի մեջ, որի մասին միայն գիտես դու, ու դա հերիք ես համարում։ Շնորհակալ եմ, որ միացար ֆիլմին, միասին դեռ շատ բարձրունքներ ենք հաղթահարելու», հրապարակմանը կից գրել էր Աննան։ Այս ամենն ունի նաև հուզիչ կողմ։ Աննան օրերս հրապարակել էր մի հոլովակ, որտեղ ներկայացնում է, թե ինչպես է կտրում իր մազերը։ «Ես պատրաստ էի կերպարիս համար 12 կիլոգրամ քաշ հավաքել։ Ես պատրաստ էի մարմինս ձևափոխել, պատրաստ էի թերևս բարդագույն սպորտաձևերից մեկի, ծանրամարտի օրենքներին ենթարկվել, մեկ տարվա ընթացքում մի քանի 100 տոննա քաշ բարձրացնելով, մարզվել ամեն Աստծո օր։ Ես պատրաստ էի նույնիսկ անհնարին թվացող Գյումրվա բարբառը յուրացնել, բայց հրաժարվել վարսերիցս, ինչ խոսք, հեշտ չէր», հոլովակին կից գրել էր Աննան ու ներկայացրել հոլովակը, որտեղ նա լաց լինելով հրաժարվում է իր 20 տարուց ավելի երկարացրած վարսերից։ Star News-ը ձեզ է ներկայացնում հուզիչ հոլովակը, նաև մի քանի այլ հոլովակներ, որոնք այս ընթացքում դերասանուհին հրապարակել է իր Instagram-յան էջում։